Տիկին Վարդանյան, այսօրվա լսումները, եթե փորձենք ամփոփել նախ ինչ օգուտ կտա սա առաջիկա օրերին եւ առհասարակ ինչպիսին էին դեր սպասելիքները։ Ինչպիսի օգուտ կտա կտեսնենք առաջիկայում, պարզ է մի բան, որ եթե երկրում կա այսպիսի աննախադեպ իրավիճակ, որ այսքան մարդիկ հասարակության գրեթե բոլոր շերտերից քաղբանտարկյալ են, մենք պիտի դրան անդրադառնանք մեր գործիքակազմով եւ այսօրվա լսումները դրան են միտված։ Այսօրվա լսումներին բացի այս հարցի վերաբերյալ ուշադրություն հրավիրելուց նաեւ հնչեց կոնկրետ առաջարկ, թե ինչպես կարող ենք հետագա աշխատանքները կազմակերպել ազգային քաղաքական դաշտում, ինչ ընթացք ունենա առաջիկան ցույց կտա, բայց ակնհայտ է նաև մի բան, բոլորը խոսում են միասնականությունից, միանալու անհրաժեշտությունից, եթե հնարավոր չի ամբողջապես բոլոր օրակարգերով եւ լրիվ նույնանալու միանել, հնարավոր է առնվազն արձանագրել են կետերը, որոնց շուրջ հնարավոր է համագործակցել։ Մենք դա ենք առաջարկում արձանագրել սկզբունքներ, ու շատ չեն այդ սկզբունքները, հիմնարար սկզբունքները, որը բոլորը կարծես կիսում են, եւ այդտեղ համագործակցել այդ սկզբունքների շուրջ ազատ թողնելով մնացած հարցերում գործունեությունը։ Տիկին Վարդանյան, օրեր առաջ քաղաքասարակության ներկայացուցիչները Բաքվից վերադարձան, բավականին տպավորված էին, թե հյուրընկալությամբ, թե իրենց այնտեղ քննարկումներով բավականին տպավորված էին, սակայն այդ այցի շրջանակներում հնարավորություն չի տրվել տեսակցել Բաքվում գտնվող մեր գերիներին եւ նրանք վերադառնալով հաջորդ ասուլիսի ժամանակ խոսում էին, որ մեր քաղաքական գործիչները պետք է օրինակ վերցնեն, թե օրինակ Բաքվում այդ շինարարական աշխատանքները, քաղաքաշինության աշխատանքները ինչպիսի լավ ընթացք ունեն եւ այդպես աշխատենք։ Չեմ կիսում ոգևորությունը, տպավորվածությունը եւ չեմ կիսում Բաքվից եւ Թուրքիայից օրինակ վերցնելու կոչերը, ոչ առաջինն են, ոչ էլ վստահ եմ վերջինն են ցավոք սրտի, բայց իրենք պիտի իմանան, որ Գրիգոր Զոհրաբին չօգնեց Թալյաթի հետ նարդի խաղալը, ոչ էլ համբուրվելը եւ ոչ էլ գովքա անելը, ուզում եմ ասել լավագույն դեպքում մոլորության մեջ են, վատագույն դեպքում ադրբեջանական նարատիվներ մտածված առաջ տանողներ են։ Իսկ որ ադրբեջանական նարատիվները առաջ տանողներ են, մենք այդ ասուլիսում համաձայն, այսինքն ականատեսը եղանք դրա, ինչը նշանակում գալ եւ ասել, որ Ադրբեջանը բան է անում, չի ուզում Հայաստանի հետ պատերազմի խաղաղություն է ուզում։ Ես չեմ հասկանում, Ադրբեջանը դեսպանատուն է բացել ու դեսպաններ ունի, Հայաստանում դեսպաններ են նշանակել։ Այսինքն այդ ինչ հայտարարություններ են, բայց եթե չի ուզում, ինչի մասին է, դուք գիտեք, որ դեպի ծով ելք չունեցող երկրի սահմանը փակ պահելը պատերազմական ակտ է որևէ երկրի նկատմամբ։ Չի ուզում գերիներ ինչու է պահում, օկուպացված տարածքներ ինչու ունի, ընդհանրապես ինչ է նշանակում Ադրբեջանի տեսակետները գալ այստեղ մեկնաբանել։ Ու հարց է առաջանում, ասացիք չեն թույլատրել գերիներին տեսակցել, իսկ իրենք ուզել են նման ոչ իմ իմանալով չեմ բարձրացրել նման հարց։ Միայն ասել եմ, որ Հիկմետ Հաջիևի հետ հանդիպմանը ասել եմ, որ դա գիտեք տխուր փաստ է գերին, որ գերիներ ունենք, այսինքն ուզում եմ հասկանալ ոգևորվածությունը ինչ է, բարձր շենքեր չէին տեսել, ինչ են տեսել, էլի, ինչն է նրանց այդքան ոգևորել ու մեղմ ասած, գիտեք, էթիկայից մինչև բարոյականության հարցեր կան, էլի, այստեղ, էլ չասած, որ ազգային շահերի սպասարկելու հարց կա, այսինքն որ ազգի շահերին սպասարկելու ու մի քիչ դուք տեսեք, եթե որ ընդդիմությունը Ադրբեջանի պաշտոնական, Ադրբեջանից բազմաթիվ անգամ հնչեցող դոկտրինալ հայտարարությունները մեկնաբանում պարզապես ինչպես են ընդդիմությանը արձագանքում։ Ասում են, այդ թեզերը ինչու եք բերում մեր դաշտ, դուք Այլևի գործակալներն եք, իսկ ինչ կասեն Այլևի հայտարարությունները կրկնող կամ Հիկմետ Հաջիևի հայտարարությունները փոխանցող աղունիկներին կամ այլ թռչուններին, որոնք ուղղակի հայտարարության փոխանցողներ են, այսինքն դա է իրենց առաքելություն, քաղաքասարակությունը այս խնդիրները չի տեսնում Ադրբեջանում պիտի գնա ու Ադրբեջանայի քարոզ անի Հայաստանում, եթե իրենք դա են ընտրել իրենց առաքելությունը, մեր պատմության ընթացքում շատ են եղել այդպիսի մարդիկ, ուղղակի պիտի իմանան, որ դա անձամբ իրենց էլ չի փրկել Ադրբեջանի, Թուրքիայի հերթական հարձակման դեպքում։ Ինչ վերաբերում է ամենամեծ հանցագործությունը, դա իրոք հանրային զգոնության թուլացումն է, որը այդ ուղերձներով իրենք փորձում են անել։ Բայց Ադրբեջանը ինչ է ուզում, ինչ չէ, եկեք ոչ Արեգ Քոչինյանին լսենք, ինձ էլ կարող եք չլսել։ Տեսեք Ադրբեջանը ինչ է ասում, ինքներդ ենթադրեք, տեսեք 5-րդ դասարանի դասագրքում ինչ են դասավանդում, ինքներդ ենթադրեք Ադրբեջանը ինչ է ուզում։ Լավ կլիներ իրենք բարձրաձայնեն, այսինքն ոչ ոք դեմ չի այցին թող այդպես չներկայացնեն Ադրբեջան միջև իշխանափոխությունն էլ է այց եղել, խնդիրը տեխնիկական դետալները չեն, խնդիրը ինչ օրակարգով են այցելել։ Ոնց կարելի է գնալ մի երկիր, որտեղ քո տասնյակ գերիներ կան ու հաշ չբարձրաձայնել իրենց տեսակցելու մասին։
Ոնց կարելի է այդպիսի բան անել, ոնց կարելի է գլխավոր օրակարգ դա չսարքել, ոնց կարելի է չբարձրաձայնել հարցը հայոց կրթության համակարգի մասին, իսկ ոչ թե դրվագի, այլ համակարգի մասին, Հայաստանի նկատմամբ հնչող տարածքային պահանջների մասին։ Մի խոսքով ամեն մեկը ինքն է որոշում իր օրակարգը։ Տիկին Վարդանյան այսօր նաև նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասուլիս տվել, որը ժամանակ հայտարարել է, որ նախկին նախագահները կարող են դուրս գալ այսպես կոչված ընտրապայքարից, քանի որ Փաշինյանը վամպիրի պես սնվում է նրանց նախկինների այս թեմայով ձեր արձագանքը։ Դա ուղղակի է, որի մեջ շատերն են ընկել, թվում է, թե եթե Փաշինյանը որևէ օրակարգ է առաջ տանում, այդ օրակարգը առաջ տանելու մեջ մեղավոր են նրանք, ովքեր թիրախն են Փաշինյանի, բայց այդպես չի աշխատում, այսինքն Փաշինյանի համար թիրախ են բոլոր նրանք, ովքեր իր համար սպառնալիք են եւ դրա համար պետք չի իրեն առիթ տալ, դա այն կանխավարկածով է, որ դե բան են արել, ուրեմն ինչ որ խնդիրներ կան, եթե Փաշինյանը ինչ որ մեկին հետապնդում է կամ շատ են նրանց վրա կենտրոնում, ինչ որ խնդիրներ կան, եթե այդ մարդիկ չլինեն, հետո Փաշինյանը առիթներ չունենա։ Իսկ մենք այս 30 քաղբանտարկյալներին, որ տեսնում ենք ով է ինչ առիթ տվել։ Այսինքն ով խոսում է Փաշինյանի համար թիրախ է դառնում եւ եթե կուզեն հիմա քաղաքականության մեջ ակտիվ ցանկացած դերակատար, բուֆերի դեր է հանդիսանում հենց այդ նոր քաղաքականություն մտնող դերակատարների համար, այսինքն միակ ելքը թիրախները այնքան շատացնել, որ Փաշինյանը չհարցնի բոլորին բան անել, եւ սա մի ճիշտ ավտոբուս չի, որտեղ նստում է ինչ որ տարիքով մարդ եւ խնդրում է իր տեղը զիջել, որ գա երիտասարդի տեղը զբաղեցնի, էլի, սա քաղաքականություն ամեն մեկը գրավում է այն տեղը, որին ինքը արժանի է, եթե նոր դաշտ մտնողները տեսնում են, որ հիմա դերակատար ուժերին պիտի թիրախավորեն ու այդպես կարող են հանրային ուշադրություն կամ զանգվածներ իրենց կողմ բերել, ես անձամբ կարծում եմ դա աշխատող մարտավարություն չէ, բայց եթե դա են ընտրել, խնդիր չկա, մի հոգի մեզ քննադատող ավել, մի հոգի պակաս մեր կյանքում ոչինչ չի փոխվի, թող իրենք հաջողեն, որովհետև կարևոր է ընդդիմադիր դաշտում ընդհանուրի հաջողությունը, բայց ես վստահ եմ, որ այդտեղ չի խնդիրը այլ տեղ է, խնդիրը այս իշխանության գործողությունների դեմ համակարգված պայքարն է, ոչ թե իրար մեղադրելը եւ մատնացույց անելը, որտեղ այո սրբեր չկան ու որևէ մեկը սուրբ չէ, հատկապես քաղաքական դաշտում զբաղվողներ, այսինքն որևէ գործունեությամբ զբաղվողները եւ ամեն մեկը ինքն է իր մարտավարությունը անդրում։ Տեսնեք, այս մարտավարությունը ուր կհասցնի, բայց ամենաակտիվ դերակատարներին դաշտից հեռացնելը, ճիշտ ասած Փաշինյանի պահանջն է։ Հիմա ես չգիտեմ, այդ պահանջը կրկնողները ինչի վրա են հույս դրել, որովհետև կրկնում եմ, սա մի տեղ չէ, որտեղ տիտղոսները sense բաժանվում են, առաջին ընդդիմադիր, երկրորդ ամեն մեկը իր արածի չափ վաստակում է իր տեղը։ Լավ կլինի փորձեն զբաղեցնել այն տեղերը, որ դատարկ է այս պահին։ Այլապես հեռացնելով այն ուժերին, ովքեր փորձելով հեռացնել միայն իրենց կամքից չէ, այն ուժերին, ովքեր մոբիլիզացնում են հանրային մեծ զանգվածներ, իրենք վախենան, որ չկարողանան մոբիլիզացնել այն զանգվածը, որը հիմա մոբիլիզացնում են ընդդիմադիր խորհրդանական ուժերը եւ նոր զանգվածներ էլ չկարողանան մոբիլիզացնել ու մենք լինենք կոտրակ տաշտակի առջեւ։ Դրա համար անձամբ իմ կարծիքով մարտավարությունը այդքան ճիշտ չի, բայց ամեն մարդ ինքն է ազատ ընտրելու իր մարտավարությունը, որով մասնակցում է։ Տեսնենք ինչ կլինի։ Ես եմ շնորհակալ։